Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի ապրիլ ամսվա տարու կանխատեսումը առյուծ նշանի համար։ Սիրելի առյուծներ, ինչպես միշտ 5-ական քարտով ամսվա կարևոր իրադարձությունները կնայենք, այնուհետև 1-ական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլոր առյուծները իրենց կյանքում կզգան այս ամսվա ընթացքում, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտներում, քանի որ այս տարու կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարու կանխատեսում կամ հորոսկոպ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ հաճելի նոր սկզբով։ Թե ինչ նոր սկիզբ կլինի, ամեն մեկը մի ձևով կզգա, բայց այս քարտի էներգիան է նոր սկիզբ, նոր հնարավորություն, գուցե նոր հարաբերություններ, ամուսնություն, ամուսնության առաջարկություն, գուցե երեխայի կնունք օրինակ, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Գուցե աշխատանք եւս կարող է լինել, բայց դա այն աշխատանքն է, որը ձեզ համար շատ կարևոր է, ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլ այնտեղ այն աշխատանքը, որը ձեր սրտին շատ մոտ է։ Դուք այն ինչ-որ ուզում եք, կամ գուցե ինչ-որ առումով օգնության ձեռք մեկնեն ձեզ։ Ինչ-որ հարցում, սիրելի առյուծներ, այս ամսվա ընթացքում ձեր բախտը բերելու է։ Կրկին, ամեն մեկի մոտ մի ձևով կարտահայտվի այն, բայց համենայն դեպս շատ լավ քարտ է դուրս եկել, այսինքն ինչ-որ բան, ինչ-որ ոլորտում ձեր բախտը կբերի, ինչ-որ բան օգուտ ձեզ կլինի, կամ ինչ-որ իրավիճակ այնպես կշրջվի, որ այդտեղից դուք հաղթանակած դուրս կգաք, օգուտ ձեզ կլինի ինչ-որ բան։ Եթե ազարտային խաղերով եք տարվում, ապա հնարավոր է իհարկե հաղթանակ նաև բերի այս քարտը։ Կամ իսկ ավելի այսպես թեթև մակարդակի վրա կբերի ճանապարհ կամ տրանսպորտային միջոցի գնում։ Եթե պետք է տրանսպորտային միջոց գնեք, լավ կլինի ամսի 7-ից հետո, անգամ ամսի 10-ից հետո նոր մտածեք դրա մասին։ Նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Հաջորդ քարտը եւս մեզ հուշում է հաջողության մասին, մեծ հաջողության մասին կարող է լինել թե կարիերայում, թե այլ ոլորտում։ Կարծում ամեն մեկը եթե ինչ-որ պլաններ ունի այս ամսվա հետ կապված, արդեն կհասկանա, թե որ ոլորտում կարող է լինել այս հաջողությունը։ Բայց ամենայն դեպս մեծ հաջողություն, երեխայի ծնունդ, երեխայի հետ կապված կարող է լինել, կարիերայում գուցե աճ լինի, հայտնիություն գուցե ձեռք բերեք, կամ ուղղակի ունենաք հիանալի առողջություն, հիանալի ինքնագնահատական, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Ամենայն դեպս այս առաջին 3 քարտերը միասին ասում է, որ մեծ հաջողություն է ձեզ սպասվում, սիրելի առյուծներ։ Հաջորդ քարտը, սա ամսվա կարծում եմ ավելի շատ սկզբի մասին է ասում։ Կեսերից հետո գուցե գերհոգնածություն ունենաք, աշխատանքը շատ լինի, գլխացավ կարող է լինել, զգույշ եղեք, որ ինչ-որ ձեզ չվնասեք, ինչ-որ տրավմաներ հնարավոր է լինեն, նաև այս քարտը դրա մասին է մեծ հուշում։ Եվ ինչ-որ հարցի շուրջ տարաձայնություններ կլինեն։ Ձեր շրջապատի մարդիկ ձեզ հետ համակարծիք չեն լինի։ Կարծես դժվար կլինի ընդհանուր հայտարարի գալը եւ ամեն մեկը կփորձի իրենը առաջ տանել։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին կլինի ամսի 13-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա։ Այս լիալուսինը լինելու է կշեռք նշանում, իսկ դա սիրելի առյուծներ ձեզ համար համարվում է 3-րդ տունը։ Այստեղ ձեզ օգնություն է սպասվում, թե ինչ օգնություն կլինի, ամեն մեկը մի ձևով կզգա, բայց ամենայն դեպս օգնություն կլինի, գուցե դուք օգնեք ինչ-որ մեկին գումարով, կամ ձեզ օգնեն, կամ ոչ միայն գումարով, այլ ոլորտներում եւս կարող է օգնություն լինել։ Կամ ոչ միայն օգնություն, գուցե նվեր ստանաք, նման հարցեր եւս կարող են լինել։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 27-ին, մի քանի օր առաջ, մի քանի օր հետո, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այս նորալուսինը կլինի ցուլ նշանում ձեր 10-րդ տանը։ Այստեղ ինչ-որ ավարտ է ձեզ սպասվում, ինչ-որ բան, որը կարծես ընթացքի մեջ է եղել, այսպես քիչ, բայց արդեն վերջնական կետ կլինի եւ այն կավարտվի։ Քանի որ ձեր 10-րդ տանն է լինելու, հնարավոր է սա օրինակ պայմանավորված լինի թոշակի գնալով, օրինակ, աշխատանքը ավարտվի, գնաք թոշակի, գուցե ինչ-որ կարիերայում ավարտ լինի, կամ ինչ-որ բան ցանկանաք թողնել անցյալում, օրինակ, գուցե որոշեք այլևս այն աշխատանքով չզբաղվել, ինչով որ հիմա եք զբաղվում, դա փակեք։ Մի խոսքով նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Ինչ-որ բան ձեր կյանքում վերջնականապես կավարտվի։ Չնայած որ նորալուսինը նոր սկիզբ է, բնականաբար կավարտվի, որ նորը սկսվի։ Այսքանը սիրելի առյուծներ կապված ապրիլ ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։